Արևմտյան Ադրբեջան արտահայտությունները կային, այսինքն 2 տարի առաջ է դա։ Ախր դուք ամեն ինչ փոխում եք, ոչ, սխալ եք, դուք սխալ եք։ Խնդիրը կանում է նրանում, որ ինքը հիմա փորձում է ու մշտապես փորձել է նույն բաները, ինչը իր ընկալմամբ արել ենք մենք, անի մեր հետ։ Ես հիմա այստեղ իրականում մենք իրար հետ վեճ չունենք ու չենք կարող ունենալ։ Ես որևիցե կողմ ոչ պաշտպանում եմ, ոչ բա ես ասում եմ ինչի է ինքը դա անում։ Ինքը որոշել է, որ եթե մենք ասում ենք արդարացիորեն, տենց բաները բոլոր փաստերով ասում ենք Ղարաբաղ, ինքը պետք է ասի Արևմտյան Ադրբեջան, այսքան բան։ Մեր խոսույթը Ղարաբաղի մասին ինչքան ժամանակ է կերակրվել։ Ներողություն։ Ախի ջան, բայց իմ ասածը ու ձեր ասածը իրար հետ ինչ կապ ունի, ո՞նց է հակասում, ինձ կասեք։ Ինչա։ Ես ճիշտ եմ ասում։ Ես ճիշտ եմ ասում։ Էդ եմ ասում, բայց սխալ եմ ասում։ Ասխիկ ես ասում եմ չի եղել Լեռնային Ղարաբաղ։ Ես ասել եմ, մի րոպե, ես ասել եմ չի եղել, ես ասում եմ ինքը խի է դա անում ու տենց է անելու։ Մերվեք այդ մտքի հետ, թարգեք ձեր աշխարհում ապրել, թարգեք ձև անել, որ կա Հայաստանը իր բանա, ոնչա պատմության գրքով եւ մնացած բոլորը դրանք ոչ կարեւոր ժողովուրդներ են։ Մենք հայերս երբ որ բան ենք, դուդուկ էինք անում եւ ծիրան էինք աճացնում, իրանք ծառերի վրա էին։ Թարգեք այդ մոտեցումը։ Մի ոչնչացրեք Հայաստանի Հանրապետությունը։ Մի ոչնչացրեք Հայաստանի Հանրապետության ապագան, սխալ բան եք անում, սխալ բան է, հասկացեք, ասիկ ջան, եթե քեզ բանն եմ ուղված ասելու, կնստենք իրար հետ կխոսենք, սխալ բան եք անում, հասկացեք, որ կարողանաք հաղթեք այդ իրավիճակը, որ կարողանաք հաղթել ձեր պոտենցիալ հակառակորդին, մեր պոտենցիալ հակառակորդին, որովհետև մենք պետք է հասկանանք, երբ որ մենք նման բան ենք անում, ինքը ինչի է այդ բանը անում, ես ձեզ բացատրում եմ, երբ որ մենք իրա անկալմամբ, սխալ, շատ սխալ, մենք սուրբ ենք, բոլոր հայերը սուրբ են, մենք բոլորը սրբադասվելու ենք, բայց երբ որ մենք մեր սուրբ Աստծու կողմից, Մաշտոցի կողմից գրված արած սարը տենց հետևից լույսը գցած մեր վրա, Նոյի ժողովուրդս 1700 տարի առաջ քրիստոնեություն ընդունած այնց բան ենք ասում, ինքն էլ ասում է ես էլ ձեզ սրանով կպատասխանեմ, էս է իմ ասածը, ու դա անկալ եք։ Այդ մենք չենք ասում, հա, բայց ներողություն եմ խնդրում, ես ասում եմ մի զարմացեք, ես չեմ ասում մի արեք այդ հայտը, ես ասում եմ մի զարմացեք, պատճառը սա է։ Բայց ես հիմա ինչ եմ անում։ Պարոն Սիմոնյան, Ալիևն ասում է, որ պետք է 300,000 ադրբեջանցիներ գան ապրելու Արևմտյան Ադրբեջան, որպեսզի ստորագրեն խաղաղության պայմանագիր։ Եվս մեկ օրինակ, որովհետև մենք ասում ենք, որ Ղարաբաղի բնակչությունը պետք է վերադառնա ապրել Ադրբեջան եւ դա ինքը վերստում է նույն ձևով պատասխանում։ Ես զարմանում, այսինքն ես նոր բան եմ ասում ինչ-որ մեկը։ Չէ, բայց Ղարաբաղցիները կսպանեմ։ Հա, լավ, ժողովուրդ։ Կարակ մի բան ֆիքսեք, մի րոպե, ես կարծում եմ, որ դու պետքա հիմա լռես, որտեվ ես բան եմ ասում ու դա կուլտուրական չի, որ ես խոսում եմ անընդհատ ինձ ընդհատել։ Ես կարծում եմ, որ մենք հիմա ոչ թե գնահատական ենք տալիս տեղ, մենք ասում ենք ինչա կատարվում, ես չեմ ասում չպետք է վերադառնան, այո, Ղարաբաղի հայերը պետք է ինչ-որ օր, երբ որ անվտանգ կլինի, վերադառնան եւ ապրեն իրենց տներում, մեր եկեղեցիները պետք է մի օր լավ կլինի, որ վերաբացվեն, միանշանակ դա, բայց մենք հիմա քաղաքականությամբ ենք զբաղվում, ոչ եկեք այստեղ հիմա բիսեդկում նստենք իրար հետ բամբասենք։ Հասկանամ Արևմտյան Ադրբեջանցիների չկա, չի եղել ու չի կարող լինել, մոռացեք այդ Գալը Հայաստան ուզում են գան այստեղ ապրեն, որ նոր ստորագրի խաղաղության Լսեք, ես դա չեմ տեսնում, որովհետև դա անվտանգային առումով այս պայդրությամբ անհնար է եւ ինչպես խաղաղության պայմանագրի մեջ քննարկված է եւ ինչպես խաղաղության պայմանագրի տրամաբանությունը եւ պետք է լինի, ամեն ինչ պետք է լինի փոխադարձ։ Դուք վարչապետի խոսք եք երեք մեջ բերում, բայց վարչապետը երեք խաղաղության պայմանագրի կետերից մեկը բարձրաձայն Եվրոմիության տարբեր աշխարհի երկրներից եկած մարդկանց մոտ ներկայացրել է կարևոր կետ է բացահայտել։ Ոչ մեկը այդ հարցը չի տա։ Ձեզ հետաքրքիր է ես հանգարցակի Ղարաբաղի բնակչության հետ վատ բան կասեմ, թե լավ բան կասեմ, մի հատ դնեք գրեք Ալեն Սիմոնյանը վատ բան ասեց ու բոլորը հենց մտնեն մեջը բաղ։ Ախպեր, զբաղվեք քաղաքականությամբ, հերիքա զբաղվեք Դուք ասում եք ամեն ինչ պետք է լինի փոխադարձությամբ։ Ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան, այդ ուղղակի չհասկացա կբացատրեմ։ Ասածս հետևյալն է, որ երբ որ կլինի խաղաղության պայմանագիր, հայերը կարող են ապրել Բաքվում
մնացածը կարող են վերադառնալ այն գյուղերը, որոնք որ ժամանակին իրանք ապրել են Հայաստանի տարածքում, ասենք, չգիտեմ, հիմա ո՞նց են հայերը ապրում Վրաստանում, նույն տրամաբանության մեջ, այսինքն մենք որ ասում ենք խաղաղություն, պատկերացնում ենք խաղաղություն, բայց մենք իրար բարև չենք տալի եւ իրար չենք նայում, 5 րոպե հետո խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո Հայաստանի Հանրապետության բնակիչները եւ Ադրբեջանի բնակիչները սկսել են իրար հետ առևտուր անել, իրար հետ բոլոր հնարավոր ձևերով կոմունիկացվել եւ շփվել։ Ախր 5 րոպե հետո։ Գազ։ Չգիտեմ, ինչ որ բան կլինի կարող մենք էլ իրան ջերմուկ կտանք, իրան հոսանք։ Պատերազմից հետո Ահա, պետք է հասարակություններին պատրաստենք, դուք այդ գործին չեք օգնելու, ես վստահ եմ, տեսնում եմ, որ չեք ուզում օգնեք, բայց օրինակ ֆրանսիացիները եւ անգլիացիները 100 տարի իրար հետ պատերազմելուց հետո իրար հետ հիմա դաշնակից են եւ այլ երկրներ են ռմբակոծում իրենց ինքնաթիռներով։ Ես հավատում եմ, որ մենք շատ տարիներ իրար կողք ապրել ենք, ես հավատում եմ, որ եթե կամք լինի իրենց կողմից, մենք կարողանանք մեր հասարակությունները կապրեն իրար հետ, ասում առևտուր են անելու։ Ժողովուրդ Ղարաբաղի շրջափակման ժամանակ նույնիսկ առևտուր ա եղել, շրջափակման ժամանակ անուններ չտամ, կարող եմ անուններ տալ, Ղարաբաղի որոշ ներկայացուցիչներ, չէ, կոնյակով չեն գոյատևում, կոնյակի մասին է խոսքը։ Կոնյակ են վաճառել, փող են վերցրել, առևտուր են արել, վերջ ասեք, մի ապրեք հեքիաթների մեջ, որ առևտուր չի լինելու, այդպես բան ենք, պատ ենք կառուցելու, իրար բարև չտանք։ Հիմա Ռուսաստանում ներողություն եմ խնդրում, Ռուսաստանում ոչինչ թող նիստը վարի մեկնումեկը։